Քիմիայի կենսաբանության օնլայն պարապմունքների համար զանգարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Այս վիդեոյում կքննարկենք ռեզոնանսային կառուցվածքներ։ Ռեզոնանսային կառուցվածքի ժամանակ միևնույն մոլեկուլի համար մենք կարող ենք գրել մեկից ավելի Լյուիսի կառուցվածք։ Քննարկենք SO2-ի օրինակով։ Հաշվենք վալենտային էլեկտրոնների քանակը 6 գումարած 2 անգամ 6 ստացվում է 18 վալենտային էլեկտրոն։ Յուրաքանչյուր ատոմի միջև տեղադրում ենք 1 էլեկտրոնային զույգը, լրացնում ենք ծայրային ատոմների օկտետը, ստացվեց 8 զույգ, իսկ մենք պետք է պատկերենք 9 զույգ և 9-րդ զույգը արդեն կենտրոնական ատոմի մոտ ենք տեղադրում։ Որպեսզի ծծումբը լրացնի օկտետը, թթվածինը տրամադրում է էլեկտրոնային զույգը։ Եթե պատկերենք կապերով, կունենանք հետևյալ տեսքը։ Ինչպես արդեն հասկացանք, մենք կարող ենք կրկնակի կապը ցույց տալ երկրորդ թթվածնի ատոմի հետ։ Այս երկու Լյուիսի կառուցվածքները հավասարապես ճիշտ են։ Բնության մեջ այս երկու Լյուիսի կառուցվածքներն էլ կարող են գոյություն ունենալ և գոյություն ունեն դրանց միջինի տեսքով։ Եվ սրանք համարում ենք SO2-ի ռեզոնանսային կառուցվածքներ SO2-ի մոլեկուլի, որովհետև դրանք հավասարապես ճիշտ են։ Այսինքն կառուցվածքով դրանք նույնն են, տարբերվում են էլեկտրոնների տեղաբաշխվածությամբ։ Այս դեպքում առաջին թթվածնի ատոմն է տրամադրել էլեկտրոնային զույգը, երկրորդ դեպքում երկրորդ թթվածնի ատոմը։ Քննարկենք ևս մեկ օրինակ, նիտրատ իոնը։ Հաշվենք վալենտային էլեկտրոնների քանակը, ազոտը 5 գումարած 3 անգամ 6 18 գումարած 1 էլեկտրոն, ստացվում է 24 էլեկտրոն, այսինքն 12 զույգ։ Գրում ենք ազոտը 3 կողմերում թթվածինները, յուրաքանչյուր զույգի միջև 1 էլեկտրոնային զույգ ենք պատկերում, սկզբում լրացնում ենք ծայրամասային ատոմների օկտետները և այս պահին ունենք հենց 12 զույգ։ Այսինքն ազոտին պակասում է 1 զույգը օկտետը լրացնելու համար։ Տարբերակ 1. Կարող է տրամադրել այդ զույգը այս թթվածինը, գրենք ընդհանուր պատկերը, այդ դեպքում նրանց միջև կառաջանա կրկնակի կապ։ Տարբերակ 2. Էլեկտրոնային զույգը կտրամադրի այս թթվածինը, կունենանք այսպիսի պատկեր։ Տարբերակ 3. Էլեկտրոնային զույգը կտրամադրի երրորդ թթվածինը, կունենանք այսպիսի պատկեր։ Սրանք երեքն էլ իրար համարժեք են և կոչվում են NO3 իոնի ռեզոնանսային կառուցվածքներ։ Փորձենք դուրս բերել նիտրիտ իոնի կառուցվածքը։ Ազոտը 5 վալենտային էլեկտրոն, գումարած 2 անգամ 6 12 գումարած 1 էլեկտրոնը, ստացվում է 18 էլեկտրոն, պատկերում ենք զույգը յուրաքանչյուր ատոմների միջև, լրացնում ենք ծայրամասային ատոմների օկտետը, 8 զույգ է, 9-րդ զույգը արդեն կենտրոնական ատոմի մոտ, ազոտի պակասում է 1 զույգը, կարող է տրամադրել այս թթվածինը, կունենանք այսպիսի պատկեր, և կարող է տրամադրել երկրորդ թթվածինը, կրկնակի կապը մյուս կողմում կլինի։ Այսինքն կունենանք NO2 իոնի ռեզոնանսային երկու կառուցվածք։ N2O-ի համար կատարենք նույն պրոցեսը։ Հաշվենք վալենտային էլեկտրոնները 2 անգամ 5 10 գումարած 6 16։ Հիմա առաջին հարցը պետք է հասկանանք որն է լինելու կենտրոնական ատոմը, թթվածինը թե ազոտը։ Հիմա նայում ենք, ազոտը արտաքին թաղանթում ունի 5 էլեկտրոն, թթվածինը 6 էլեկտրոն, այսինքն որպեսզի օկտետը լրանա, պետք է թթվածինին 2 էլեկտրոն, իսկ ազոտին 3 էլեկտրոն, այսինքն թթվածինը առաջացնում է 2 կապ, պետք է առաջացնի 2 կապ, ազոտը 3 կապ։ Կենտրոնական ատոմը պետք է լինի այն ատոմը, որը ավելի շատ կապ է առաջացնում։ Կամ մենք արդեն նախորդ վիդեոներում քննարկել ենք, որ ծայրամասային ատոմը պետք է լինի այն ատոմը, որի օքսիդիչ հատկությունները ավելի վառ են արտահայտված։ Իսկ այս դեպքում դա թթվածինն է։ Այսինքն ազոտը պետք է լինի որպես կենտրոնական ատոմ։ Հետևաբար մի կողքին կլինի մյուս ազոտը, մյուս կողքին թթվածինը։
Հիմա փորձենք տեղադրել 8 էլեկտրոնային զույգերը, առաջինը 2 ատոմների միջև, ծայրամասային ատոմների ութնյակները լրացնենք եւ ստացվում է 4, 4, 8 էլեկտրոնային զույգ ունենք։ Մի քանի տարբերակ կարող ենք ունենալ։ Առաջին դեպքում, երբ որ այս զույգը կտրամադրի ազոտը, մյուսը թթվածինը, այսինքն մենք կունենանք այսպիսի կառուցվածք, որի արդյունքում բոլոր 3 ատոմներն էլ իրենց օկտետը կլրացնեն։ Երկրորդ տարբերակը, որ 2 էլեկտրոնային զույգն էլ կտրամադրի ազոտը եւ թթվածինը չի տրամադրի, այսինքն կունենանք եռակի կապ երկու ազոտների միջև եւ կստացվի նորից բոլորը օկտետը լրացրել են։ Եվ երրորդ տարբերակը 2 էլեկտրոնային զույգը կտրամադրի հենց ինքը թթվածինը։ Այս պարագայում կունենանք եռակի կապ թթվածինի հետ։ Եվ կրկին օկտետը բոլոր ատոմների մոտ լրացված է։ Հիմա պետք է հասկանանք, որ ռեզոնանսային կառուցվածքն է ամենակայունը։ Դրա համար պետք է հաշվենք տարերի պայմանական լիցքերը։ Ինչպես հաշվենք պայմանական լիցքը։ Պայմանական լիցքը հաշվելու համար վալենտային էլեկտրոններից հանելու ենք կապերի եւ էլեկտրոնների թվի գումարը։ Այսինքն, տեսնենք առաջին տարբերակում կենտրոնական ազոտը, վալենտային էլեկտրոնները ազոտի 5-ն են, 5-ից կհանենք կապերի թիվը 4-ը եւ ազոտի մոտ ազատ զույգեր չկան, էլեկտրոններ չկան, այսինքն 4 + 0 հավասար է 1։ Ստացվում է +1 է լինելու պայմանական լիցքը ազոտի։ Եվ այստեղ բոլոր կենտրոնական ատոմներն էլ կունենան +1 պայմանական լիցքը, որովհետև բոլոր դեպքերում դրանք քառավալենտ են, այսինքն նորից հաշվելու կարիք չկա։ Հիմա հաշվենք այս ազոտի համար։ Վալենտային էլեկտրոնները 5-ն են, հանած կապերը 1, 1+, 6 էլեկտրոն ունի իր շրջապատում, այսինքն 5-ից հանած 1 + 6 7։ Ստացվում է -2։ Այս ազոտի համար 5-ից կհանենք ունի 3 կապ, 3 գումարած 2 էլեկտրոն, 2, այսինքն 3 գումարած 2, 5, 5-ից հանած 5, 0։ Այս ազոտի ատոմը, նորից վալենտային էլեկտրոնները 5-ն են, կապերի թիվը 2, 2 գումարած էլեկտրոնները 4, այսինքն 6, 5-ից հանած 6, -1։ Տեղադրում ենք այստեղ։ Հիմա հաշվենք թթվածինների համար։ Այս թթվածինը ունի 6 վալենտային էլեկտրոն, կհանենք կապերի թիվը 3-ն է, 3 գումարած, էլեկտրոնները 2-ը, 3 գումարած 2, այսինքն 5, 6-ից հանած 5, ստացվում է 1, +1։ Հետևաբար այս թթվածինը +1 լիցքն ունի։ Այս թթվածինի համար 6-ից կհանենք կապերի թիվը 2, գումարած էլեկտրոնների թիվը 4, այսինքն 6-ից հանած 6, ստացվում է 0 լիցքը։ Եվ երրորդ թթվածինի դեպքում վալենտային էլեկտրոնները 6-ն են, կապը 1-ն է, այսինքն 1 գումարած, էլեկտրոնների թիվը 6-ն է։ 1 գումարած 6, 7, 6-ից հանած 7, -1 լիցքը։ Նորից նշում ենք, որ N2-ն կարող է առաջացնել այս 3 ռեզոնանսային կառուցվածքներն էլ, բայց հիմա պետք է հասկանանք, որը կլինի ամենակայունը եւ ամենահավանականը։ Առաջին տարբերակը միանգամից բացառում ենք, որովհետեւ լիցքերի տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Այստեղ պետք է քննարկենք երկրորդ տարբերակը եւ երրորդ տարբերակը, ինչպես տեսնում ենք 0 + 1 - 1, 0 + 1 - 1։ Ամենակայունը կլինի այն տարբերակը, որտեղ մինուս լիցքը ընդունում է առավել էլեկտրաբացասական տարրը, այս դեպքում մեզ մոտ թթվածինը, հետևաբար ամենակայուն տարբերակը մեզ մոտ ամենահավանական տարբերակը երրորդ